Ողջույն, Բուն TV եթերում գիտության մարդիկ հաղորդաշարն է եւ իմ հյուրն այսօր Գևորգ Ստեփանոսյանն է։ Գևորգ, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ։ Առաջարկում եմ տեղափոխվել ձեր մանկություն, մասնավորապես դպրոցական տարիներ, հիշում եք ինչ առարկաներով էիք հետաքրքրված, ինչ էիք սիրում։ Առարկաները ուղիղ կախված էին ուսուցիչներից, թե ինչպես էին ուսուցիչները դասավանդում եւ ցանկի մեջ կարելի է առանձնացնել կենսաբանությունը։ Որտեղ շատ հոյակապ ուսուցիչ ունեինք, ընկեր Հովսեփյանը։ Մյուս ուսուցիչներն էին շատ լավը, ուղղակի դասավանդման մոտեցումը, մեթոդաբանությունը տարբերվում էր։ Բայց կարող եմ նշել նաև մաթեմատիկան, ֆիզիկան։ Իսկ բնագիտական առարկաները։ Բնագիտական առարկաները, հա, որտեղ հայոց լեզվի հետ հիմնականում շատ տանջվում էինք։ Հայոց լեզվի քերականությունը անխնա էր մաթեմատիկայի համեմատ։ Հա, հետաքրքիր է, սովորաբար հակառակն են ասում։ Իսկ կենսաբանությունից հատկապես ինչն էր հետաքրքրում, օրինակ բույսերը, կենդանիները, ավելի։ Բույսերն ու կենդանիները հեշտ անցանք, բայց ավելի հետաքրքիր էր հենց 8-րդ դասարանում էր, եթե չեմ սխալ հիշում հիմա, որ սկսում էինք արդեն մարդու օրգանիզմը։ Հա, 8-րդ։ Հետո գալիս էր 9-ում գենետիկան, հենց 8-րդ դասարանի գրքի վրա էլ Դավիթի արձանը համապատասխան վայրից կտրած մանրամասները չէին դրսևորել։ Հա։ Այդպես։ Եվ դրանից հետո արդեն գալիս էր գենետիկան, գենետիկայից հետո էվոլյուցիան, ավելի այդպես գենետիկան էլ շատ հետաքրքիր, էվոլյուցիան ոչինչ էլ է։ Ավելի նկարագրական պատմական։ Իսկ երբ որ արդեն ավարտում էիք դպրոցը, երևի թե ուզում էիք կենսաբանության ուղղությամբ շարունակել կրթությունը։ Ես ուզում էի բժշկական դիմեի։ Ամենայն դեպս հաշվի առնելով հավանականությունը ընդունվելու եւ այլն, ճիշտ ասած մի քանի քննություն եմ հանձնել, ավելի շատ առաջի հայտով նշում էինք այն ժամանակ մի 5-6 հնարավորություն կար, համալսարանի կենսաֆիզիկայի ֆակուլտետն եմ նշել, բայց դասավորվեց այնպես, որ հայտնվեցի վերջում պոլիտեխնիկի ինդերկաբանության եւ մետալուրգիայի ֆակուլտետում։ Սկսենք բժշկականից։ Բժիշկ ուզում էիք դառնալ, թե բժշկական համալսարաններ գրավում, որ հայտերի մեջ դա նշում էիք, ուզում էիք։ Ընտանիքում ունեիք բժիշկներ, թե ուղղակի դա այդպես։ Ուղղակի հետաքրքիր էր, երևի կենսաբանությունը որ լավ ենք սովորում, նաեւ մարդը հյուսվածքները եւ մնացած գենետիկան այնուհետեւ, հիմա գենետիկան բավականին մեր մոտ հետաքրքիր զարգացում է ապրում, նաև կենսաինֆորմատիկայով համակցված, այն ժամանակ այդքան էլ ակտուալ չէր, ուղղակի հետաքրքիր էր։ Իսկ ինչպես հայտնվեցիք պոլիտեխնիկական համալսարանում։ Երբ որ այդ հայտերը նշում էինք, հանձնել եմ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, կենսաբանություն։ Դե արդեն այն վերջի, որ հանկարծ անհույս լինի, այտենց վերջի տեղերում գյուղինստիտուտի անասնաբուժականն է, պոլիտեխնիկի ինդերկաբանությունն էր, հետո գյուղինստիտուտի անասնաբուժականն է։ Միջելուց ես 2-8-ով եմ ընդունվել։ Ես դպրոցն ավարտել եմ, առաջի տարի չեմ ընդունվել, երկրորդ տարին 2-8-ով ընդունվել եմ։ Իմ մոտ սպոնտանա դասավորվել ամեն ինչը։ Ու այդպես ընդունվեցիք այնտեղ գնացիք, հիշում եք այդ տարիները սովորելու, հետաքրքիր էր ձեզ, կարոտում էիք կենսաբանությունը, ուզում էիք։ Չէի կարոտում, քանի որ պոլիտեխնիկում կենսաբանությունից բացի գրեթելիք այլ առարկաներ անցնում էինք, դե կենսաբանությունն էլ արդեն այն մասը ինչ դպրոցում անցել էինք, գիտեինք, բայց պոլիտեխնիկական արդեն սովորելու տարիներին պոլիտեխնիկում պետք է նշեմ, որ առաջի 2 տարին անցնում էինք ամեն ինչ։ Քիմիա, ֆիզիկա, բարձրագույն մաթեմատիկա, հետո համակցում էր հիդրավլիկա, մեխանիկա, ծրագրավորում, նոր վերջի 3-րդ կուրսի 2-րդ կիսամյակ, 4-րդ կուրս նոր գալիս էին մասնագիտական առարկաներ, այսինքն բաց չկար հետաքրքրությունների, որ կարոտեին կենսաբանությունը։ Հետո քանի որ արդեն կոնկրետ ընդունվել էի այդ ֆակուլտետ, պետք է թիրախում պահեի այդ մասնագիտությունը, չշեղվեի։ Իսկ երբ սովորում էիք այնտեղ, պատկերացնում եք, որ երբևէ կուզենաք գիտություն գալ, հետազոտություններով զբաղվել։ Ես սովորում էի, ես չէի պատկերացնում, որովհետև մոտեցումս մի քիչ թիրահայն է, կարելի ասել, որովհետև նախ պետք է սովորել, ունենալ գիտելիքի որոշակի պաշար, հետո դրանից ելնելով հասկանալ, թե կիրառությունը որտեղ կլինի, գնալ արդյունաբերություն, թե գալ գիտություն։ Ու գիտություն գալն էլ շատ պատահաբար ասենք, բայց պատահաբար բաներ սովորաբար ես համաձայն եմ, որ չեն լինում։ Բակալավրիատը ավարտելուց հետո, երբ արդեն մագիստրատուրայի ընդունելության քննություններն էր, դե մեր ժամանակ նույն տեղը, որ ընդունվում էինք, խնդիր չկար քննություն տալու։ Պարզ էր, որ բալը հերիկացնում է, ես անվճար ընդունվելու եմ եւ ինձ հետաքրքիր էր աշխատանք ունենալը։ Մոտիկացա մեր լուսահիշատակ դասախոսներից պրոֆեսոր Սաղաթելյան Մաշուտովնայի մոտ, հարցրեցի, ինչ որ տարբերակ ունեք, հետաքրքիր, որ կարելի է համադրել ուսման հետ։
աշխատանքը, Էմաշատովնան ասաց 2 օրից կգաս Բալաջան։ Գնացի 2 օրից ուղարկեց մի կենտրոն, որտեղ արդեն իմիջիայլոց ամսի 15 տարին լրացավ, որ աշխատում եմ։ Կենտրոնի տնօրենն է երջանկայի շտակ Արմեն Կարլանովիչն էր Սաղաթելյան եւ առաջի հարցը որ եղավ սիրում ես դաշտային աշխատանքներ, չես սիրում, պատրաստ չես եւ իհարկե օտար լեզուների տիրապետում ես թե չէ։ Ինչ կենտրոններ դա, ինչ հետազոտություններով էր այն ժամանակ զբաղվում եւ արդեն երբ որ դուք գնացիք, ձեզ ինչ թիմումներ արեցին, ինչ աշխատանք տվեցին։ Կենտրոնը հետազոտությունները նույնն են, ինչ հիմա էլ զբաղվում է, ուղղակի մի քիչ ելնելով նոր առաջնային աղտոտիչներ, նոր սարքեր, սարքավորումներ, հետաքրքիր թեմաներ ընդլայնում ես կամ ավելի նեղ սպეციფիկ ես գնում, այն ժամանակ էլ առաջի բանը որ եղավ, ծանր մետաղների ուսումնասիրություն։ Այդ դպրոցական տարիներին երբ ասում էինք քիմիայի առարկան, գրեթե չեմ լսել, որ վայ սրանք ծանր մետաղներ են, հա, տոքսիկ տարրեր են, ենթադրենք մետաղներ են, ոչ մետաղներ են, գազեր են, բայց ծանր մետաղներ են։ Այդ առաջի բառը որ զբաղվում ենք ծանր մետաղներով ու սկսում ենք արդեն հասկանալ թե ծանր մետաղները որոնք են ու պարզ դարձավ որ շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների քիմիական կազմի ուսումնասիրությունն է թիրախավորելով աղտոտումը դրանց քանակություններից փոփոխություններից բխող ռիսկերը ընդհանուր մինչև էկոհամակարգ, մարդու առողջություն եւ քանի որ ինչպես ասում եի դաշտային աշխատանքներ կան, որը շատ հետաքրքիր է, իսկ ես ինքս շատ սիրում եմ եւ արշավներ եւ լեռներ շատ հանգիստ կահունի մեջ սկսեցի աշխատել եւ փորձել կատարելագործել գիտելիքները։ Այ որ ասում եք դաշտային աշխատանքների այդ գաղափարը գրավիչ էր, հիշում եք առաջին անգամ որտեղ էիք գնացել դաշտային աշխատանքի եւ ինչ տեսակի նմուշների հետ էիք աշխատում։ Շատ լավ եմ հիշում, որովհետեւ առաջին հենց դաշտային աշխատանքը ընդունվելուց 2 շաբաթ հետո աշխատանքից Լորվա մարզ Ալավերդի Ալավերդի քաղաքում Սանայինի պլատոն չէ, վերևի հատվածը չէ, ձորի հատվածում, երբ որ բարձրանում ենք դեպի Մադան, գոյություն ունի արսենիկի գերեզման։ Ահա, այդ գերեզմանից դուրս է գալի որոշակի ջրային հոսքեր, որոնք գնում են Փուչուրիկ գետ, հետո մտնում են Տեբետը։ Մենք գնացել ենք այդ գետի երկայնքով արսենիկի քանակությունները ուսումնասիրել, նմուշարել ջուր, որոշակի հատակային նստվածքներ Եվ դե քանի որ ընդերքաբանության դեռևս դպրոցից էլ շատ սիրում էի քարերը ինձ միշտ գրավել են իրենց գեղեցկությամբ, այստեղ արդեն համադրվեց դաշտային աշխատանքները նաև տարբեր միներալների հավաքելու հնարավորություն։ Շոկ էր, ահա որ դաժան էր, բայց հաճելի էր։ Եվ տենց ծորով իջանք, հասանք մինչև Տեբետ, ավարտեցինք նմուշարումը, նմուշները պահպանեցինք եւ շատ դինամիկ տենց երջանիկ ուրախ վերադարձանք։ Այդ քարերի մասին նշեցիք, փաստորեն դպրոցական տարիքից է։ Ես որ առաջին անգամ եկել էի ձեր կենտրոն ու ձեր աշխատասենյակ մտա, հենց առաջին բանն էին այդ ձեր հանքաքարերը, որ ուշադրությունս գրավեցին ամեն տեսակի, ամեն չափի, ամեն գույնի, փաստորեն դպրոցական տարիքից հետաքրքրվել եք եւ ենթադրում եմ հենց դաշտային աշխատանքների շրջանում է, որ դրանց հավաքելու ու այդպիսի մեծ հավաքածու ունենալը Այո, միշտ կատակում են, երբ որ գնում ենք նմուշարման, մի մեքենա ավել ուղարկում են, որպեսզի ես քարերը հետ բերեմ։ Որտեղ եք այդքան քարը պահում։ Հիմա սենյակում էլ արդեն տեղ չունեմ, մի մասը տանն է, մի մասը սենյակում է, կողքի սենյակներում են որոշ արքեր են, գոլեգաներին եմ ճակերտավոր նվիրում, հետո երբեմն հետ եմ վերցնում։ Իսկ միայն հավաքում եք, թե հետաքրքրվում եք, ինչ ծագման են, ինչ բաղադրություն ունեն։ Հետաքրքրվում եմ նաև, հետաքրքրվում եմ, իհարկե ամբողջը չեմ կարողանում միշտ հիշել։ Այնքան շատ են։ Հա, բայց այդպես փորձում եմ նաև տարանջատել դասավորելուց, օրինակ նստվածքային ծագման, հրաբխային ծագման, մետաղների հանքաքարեր, ագաթներ, կիսատ հանքարժեք, թանկարժեքների մասին չխոսենք։ Իսկ երբևէ մտածել եք ոչ միայն հավաքածուի տեսքով այդպես անմշակ ունենալ, այլ դրանց հիման վրա ինչ որ օրինակ, չգիտեմ, զարդեր կամ ինչ որ հուշանվերներ պատրաստել, ձեռքի աշխատանք անել։ Մի պա բզբզում էի, հա, որոշ բաներ ինձ արկում էի, հետո հասկացա, որ չէ, որակը լավ չի ստացվում ու թողեցի։ Բայց երբեմն եղել են դեպքեր, երբ որ գործընկերներից կամ ծանոթներից խնդրել են, այ ուզում ենք ինչ որ կվարց լինի կամ ագատ ինչ որ տարբերակ ունես, դե քանի որ տարբերակներ շատ ունեմ, տվել եմ։ Ճիշտ հետո չեմ տեսել ինձ արդեն դարձել եւ ամեն անգամ ասում եմ այս մեկ ես երկուսը կտանենք դե վերնիսաժումը վերցնում են կարող ես զարդի տարբերակը ինչ որ բան թեկուզ ինքդ նախագծես ցույց տաս արծաթով բանով բայց ժամանակ չի լինում միշտ հետին պլան ամաղվում հետո իրանք դες դրածել են շատ սիրուն հա
հաստատում եմ, որ շատ սիրուն են։ Եվ հենց այդ հետազոտությունների, այսինքն աշխատանքից ժամանակ էր այդ ընթացքում էր, որ հասկացաք, որ ուզում եք ձեր ճանապարհը գիտությամբ շարունակել, գնալ ասպիրանտուրա, տեխնացուական պաշտպանել ու մնալ այս ոլորտում։ Ես որ ասեմ, տենց հասկացա, որ ես գիտությամբ ուզում եմ զբաղվել, չէ, դա իմ մոտ երևի հավանաբար այդպես էլ պետք է լիներ։ Որտեղ ես զբաղվում էի աշխատանքը տալիս էր որոշակի արդյունքները ունենում էին հոդվածների տեսք, եւ քանի որ աշխատանքս ես շատ սիրում եմ եւ ընդհանուր process-ը, հիմա մենք անվանում ենք գիտությամբ զբաղվելու process-ը կոնկրետ այդ ձևաչափով, ինձ դուր է գալիս եւ այդտեղ քննարկելու երկրորդ տարբերակ չկար, որ ես այն ինչ սիրում եմ, պիտի զբաղվեմ նրանով ու կապ չունի։ Այ հիմա վերջին փոփոխություններից հետո ֆինանսավորման ավելացում, սարքեր սարքավորումներ, ներկայումս մեր երիտասարդները շատ ավելի շատ հնարավորություններ ունեն ու շատ ավելի լայն է իրանց ընտրությունը։ Մեր ժամանակով այդ հնարավորությունները այդքան էլ չէր, բայց այնուամենայնիվ երբեք իմ համար գիտությամբ զբաղվելն ու մնալ գիտության մեջ չի համեմատվել շատ կամ քիչ աշխատավարձ ստանալու հետ։ Եվ շատ դեպքերում, եթե ինչ-որ մի բան նույն գիտությամբ զբաղվելու, կարող է լինել ինչ-որ պատվեր, ինչ-որ նոր հետազոտություն, եթե դա չի բխում կոնկրետ արդյունքի եւ հնարավորինս արդյունքի իրատեսական ելքից, կարելի է հրաժարվել առանց քննարկելու։ Ըստ էության տարիները եւ ճանապարհը ինքնստինքյան տենց սահմանված էր, որ պետք է ես գիտությամբ զբաղվեմ։ Գնացիք էկոկենտրոն որպես մագիստրատուրայի ուսանող, հիմա արդեն տարիներ անց ղեկավարում եք այնտեղի բաժիններից մեկը, որը կոչվում է շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժին։ Կնկարագրեք ձեր ճանապարհը, ինչ ճանապարհ անցաք ու երբ հասունացավ այն պահը, երբ որ արդեն ստանձնեցիք մի ամբողջ բաժնի ղեկավարում։ Սկզբից ուրեմն գնացի, ես լավ հետազոտող էի։ Հետո աշխատելուն զուգընթաց մի տարի թե 2 տարի հետո կրծեր գիտաշխատող։ Հետո գիտաշխատող 17 թվականից ղեկավարում եմ շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժինը, նաև ստանձնել ղեկավարությունը իրականում երբ որ ասի չեմ ուզում, որովհետև բաժնի ղեկավարի պարտականությունները այդ առօրյա ընթացքում ադմինիստրատիվ բազմաթիվ խնդիրների լուծելը իրականում շատ է խանգարում բուն գիտության վրա կենտրոնանալու, գիտությամբ զբաղվելու։ Ինքը կտրում է, չէ՞։ Այդ ինտերվալում մի քանի իրար փոխկապակցված հանգամանքներ համադրվեցին եւ պետք էր, այո, սկսել զբաղվել բաժնի ղեկավարի աշխատանքով, բայց դե պետք է ասեմ, որ դեռ մինչև այսօր չի տուժել ու հուսամ չի տուժի գիտությունը դրանից։ Իսկ որ ասում եք ադմինիստրատիվ շատ հարցերի հետ է կապված, հա ոչ միայն հետազոտություններ իրականացնել, այլ դրան զուգահեռ նաև ղեկավարել այդ հետազոտությունները, այ որն է այդ ամենամեծ դժվարությունը կամ խոչընդոտը, որ ազդում է հետազոտությունների գործընթացի վրա։ Տեսեք, երբ որ կենտրոնանում ես, որ պետք է ինչ-որ վերլուծություն իրականացնես, ինչ-որ ակնարկ գրես, ուսումնասիրես թեման եւ առաջ գնաս, պատահաբար կարող է անհրաժեշտություն առաջանալ, եկել է որևէ նամակի շրջանակներում բաժնի ղեկավարը կամ ինքը կամ բաժնի աշխատակիցներից մեկին պետք է խնդրի կարծիք տալ։ Օրինակ, կարծիք տալ, տես ինչ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ օբյեկտիվ որևէ։ Ու այդ պահին սովորաբար կարծիք տալն էլ գալիս է միանգամից 3 օրում, մի շաբաթում, ինչ որ անիրատեսական ժամանակներ են դրանք լինում։ Շատ դեպքերում նամանավանդ այս սկսած վերջի տարում ամենակաշմարը բազմիցս, մղձավանջը հայերենով ասենք, գնումներ, ցեխ բնութագրերից բխող հետևանքներ։ Հայաստանում գիտնականների չսիրած թեման է դա, որովհետև միշտ բոլորը բողոքում են գնումների գործընթացից։ Ու պատկերացրեք, ինքը իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ։ Չնայած մեր մոտ կենտրոնում կատակով ասում ենք, որ ասում ենք քո մոտ քո բախտը բերում է ինչ որ սարքավորումները շուտ են գալի, տենդերը արագ է կայանում, բայց այնուամենայնիվ նույնիսկ այդ պայմաններում անկանխատեսել այնքան հարցեր են առաջանում,
Մեզ լսողների համար բացատրենք, որ խոսքն այն մասին է, որ որևէ սարք կամ թեկուզ լաբորատոր նյութ գնելու համար պետք է մրցույթ հայտարարել, այդ մրցույթին մասնակցեն, հետո այդ սարքերը նյութերը հասնեն Հայաստան, ինչ է երկար, դանդաղ գործընթաց։ Որ երբ որ ասում ենք բաժնի ղեկավար, գիտական հիմնարկ, գիտությամբ զբաղվել, այստեղ մենք հասկանում ենք, որ դու պետք է սկսես ուսումնասիրել։ Շուկայի ուսումնասիրություն անես։ Մեզ պոլիտեխնիկում մարքեթինգ չեն սովորացրել։ Շուկայի ուսումնասիրությունից հետո ստանաս մի քանի տարբեր գնառաչարկներ, իրականացնես գնառաչարկներից համեմատությունը եւ գտնես գին, որակ, պարամետրեր օպտիմալ տարբերակը։ Որովհետեւ հետո նաեւ ֆիքսենք, որ այո, գալիս են վերահսկման եւ այդ ամբողջ հիմնավորումները դու պետք է պատրաստի ձեռքի տակ ունենաս եւ ցույց տաս։ Այլապես կստացվի ինչ որտեղ որ բյուջեից եկած գումարները ծախսվել են ոչ նպատակային, միգուցե ձևակերպենք այսպես, բայց այս նաև մասն է, որ այսպես ասած շատ դեպքերում ուղղակի թույլ չի տալիս, որ կենտրոնանալ եւ մի շաբաթում տալ պրոդուկտ հոդվածի տեսքով կամ գրել մի նոր գրանտ, որը կարող ավելի հետաքրքիր դռներ բացի, համագործակցությունը ծավալել, զարգացնել արտերկրի գործընկերների հետ։ Մի խոսքով դաշտային աշխատանք արևիտականելը ավելի հեշտ եւ հաճելի գործ է, քան անհամեմատելի, որովհետեւ դաշտային աշխատանքների ժամանակ սովորաբար հնարավոր է պատասխանել, որ գտնվում ենք ռադիոծածկույթից դուրս անհասանելի ենք, բայց նստել եւ աշխատել էլի գիտությամբ զբաղվել։ Այ գալով հենց ձեր աշխատանքների բնույթին, շրջակա միջավայրի երկրաքիմիա անունը արդեն հուշում է, թե ինչ տեսակի հետազոտություններով եք զբաղվում, այսինքն շրջակա միջավայրը եւ դրա հետ կապված ռիսկերն եք ուսումնասիրում, բայց փորձենք մի քիչ ավելի կենտրոնացնել, թե ինչ տեսակի միջավայրեր եք ուսումնասիրում եւ կոնկրետ ինչ ռիսկեր եք փնտրում այդ միջավայրերում բաժնում։ Հիմնական թիրախը հողն է։ Հողային միջավայր, հողի վերին շերտ, որովհետև եթե գալիս ենք ռիսկերի, հիմնականում այ վերին շերտի ազդեցությունն է, մարդը ավելի շատ վերին շերտի հետ է կապված, վերին շերտի ազդեցություն քաղաքային տարածքներում այ երեխաները շատ հաճախ սիրում են բռով հող ուտել, փոշին, մյուս միջավայրը, որը ուղղակիորեն կապված է հողային միջավայրի հետ, օդը, օդից բացի ջրային օբյեկտներ Վերջին տարիներին ամենաշատը կենտրոնացած ենք հողային միջավայրի վրա եւ երկրները սովորաբար զարգացած երկրներն ունեն երկրաքիմիական ատլասներ հողերի։ Օրինակ Հայաստանում մենք հողերի երկրաքիմիական ատլաս չունենք, բարձրագույն այն խնդրից ելնելով, որ ցանկացած գործունեություն ծավալելու ժամանակ միգուցե շրջակա միջավայրի վրա թողենք մենք որոշակի ազդեցություն քիմիական կազմի փոփոխություն։ Որոշ տեղամասերում այդ փոփոխությունները միգուցե շատ մեծ ռիսկեր չեն պարունակում, բայց որոշ տեղամասերում էլ այդ փոփոխությունները կարող են հանգեցնել օրինակ տոքսիկ տարրերի, ասենք, կադմիումը, արսենը, կապարը, որոնք օրգանիզմի վրա ունեն վնասակար ազդեցություն քանակությունների փոփոխության։ Այսինքն իրանք ֆիքսված կապակցված վիճակում էին, որոշակի գործունեություն ծավալեցին, իրանք սկսեցին անցնել ջրային միջավայր, միգրացիայի ենթարկվել, հասնել պտուղ, բանջարեղեն, մարդ սնունդի միջոցով, անմիջապես հողի հետ կոնտակտի միջոցով, ու երբ որ մենք ուսումնասիրում ենք իրենց քանակությունները, ստեղ մեր խնդիրները մի քանի մասի են բաժանվում։ Առաջին մենք ուսումնասիրում ենք իրենց քանակությունները հասկանալու համար, թե օրինակ պայմանականորեն շիրակում է բարձր, սևահողերում է բարձր, մարզերով չխոսենք, սևահողերում է բարձր, թե լեռնամարգագետն այնում։ Բարձր է որքան այնքան որ կարող է ռիսկի հանգեցնել վերջում։ Ու ռիսկ ասելով մենք չենք խոսում որ վայ մի շատ վտանգավոր վնասակար անմիջապես երևաց օբանալու, այլ տարիների ընթացքում դա քրոնիկ ռիսկն է։ Որ եթե փոփոխություն կա կամ բարձր պարունակություններ են, ինչու՞ չէ մենք ունենք լեռնահանքային գոտիներ, որտեղ բնականից էլ բարձր են եղել։ Հիմա որոշեցինք, որ պետք է գյուղատնտեսություն օրինակ ծավալենք, ինչ որ տեսակի արտադրություն, միրգ կամ պտուղ բանջարեղեն, միգուցե նա կուտակի, հողից կուտակվի, ու այն քանակությունը այնքան շատ լինի, որ արդեն սնվելու, օգտագործելու հետ ինքը որոշակի պոտենցիալ ռիսկերի հանգեցնի։ Այսինքն գնում եք դաշտ, այդ նմուշները վերցնում եք եւ որն է ձեր համեմատության կետը, ասում եք մենք հասկանում ենք բարձր ինչի համեմատ, ինչ բազաներ կան համաշխարհային, թե տեղական, որոնց հետ համեմատում եք։ Որ ասում եմ մի քանի մասերից է։ Առաջին հերթին այն տվյալի բազան, որը մենք ստեղծում ենք, նախ մինչև այդ չկա։ Չի եղել կամ եղել են ոչ լիարժեք։ Հիմա առաջին հերթին համեմատում ենք համարժեք օբյեկտների հետ, օրինակ, եթե մենք հրաբխային, բազալտների, անդեզիտների, տուֆերի վրա
զարգացած հողերն են, ձևավորված հողերն են։ Պարզավոր ոչ միայն Հայաստանում են տուֆերի վրա հողերը ձևավորվելու բազալտներ, այսինքն կա մոտավոր համեմատական շեմեր։ Հետո գիտությունը մեր ոլորտում թույլ է տալիս իրականացնել որոշակի ընդհանրական համեմատություններ, գոյություն ունի երկրակեղևի վերին շերտում պարունակություններ, հողի վերին շերտում ընդհանրացած պարունակություններ, բայց մյուս քայլով այն ինչ մենք գեներացրել ենք, մենք օգտագործում ենք նաև Հայաստանի Հանրապետության համար որոշակի ելքային կետ ստեղծելու համար։ Օրինակ, եթե մեզ հաջողվի առաջիկա 1-2 տարում ամբողջացնել ամբողջ Հայաստանը, մենք կարող ենք ասել, որ դրանից հետո տվյալ քարտեզները կարող են հենք հանդիսանալ, որպեսզի համեմատեն իրենց հետ։ Տեսնեն որևէ գործունեություն ինչ-որ նշանակալի մասշտաբային փոփոխության բերել է, թե չէ։ Ոստեղ մեր հետազոտությունները տարանջատվում են իրենց մասշտաբներով։ Օրինակ, մեկ նմուշը քաղաքային տարածքներում 1 կիլոմետր քառակուսուց մենք վերցնում ենք 16 հողի նմուշ, ռեգիոնալ Հայաստանը ուսումնասիրելու ժամանակ ռեգիոնալ մասշտաբում մենք 25 կիլոմետր քառակուսուց ենք վերցնում մեկ նմուշ։ Այսինքն այստեղ ծավալը աշխատանքների, նաև ծախսերը էականորեն տարբեր են եւ իրենց տված ինֆորմացիան է շատ տարբեր, որովհետեւ 25 կիլոմետր քառակուսուց մեկ հողի նմուշ երբ որ վերցրեցինք, պատկերացրեք, որ Հայաստանը բաժանված է 25 կիլոմետր քառակուսիներով, մենք աշխատում ենք ամեն քառակուսու կենտրոնական հատվածից մեկ նմուշ վերցնել։ Ու երբ որ այդ արդյունքները արդեն լաբորատորիայում անալիզելուց հետո մենք բերում ենք քարտեզների տեսքի, մենք ստանում ենք ռեգիոնալ այն հիմնական գործոնները, երկրաբանական հենք, հողատիպեր, ինչու՞ չեն կարող է լինել կլիմա, կարող են լինել խոշոր աղտոտման աղբյուրներ։ Իրենց ազդեցության պատկերը մենք ստանում ենք։ Ու այս մասից նաև ինֆորմացիան համադրվում է, թե իրենց, օրինակ, բնականից ծագումնաբանությունը ինչի հետ է կապված է հանքավայրի հետ, թե ինչ-որ այլ process է։ Եվ այս ամեն ինչը որ նկարագրում եք, հա, հասկացաք, նմուշները բերեցիք, հետազոտեցիք, ուսումնասիրեցիք, վերլուծեցիք, ռիսկերի գնահատումն իրականացրիք, այն բոլոր խնդիրները, որոնց մասին խոսում եք, տարբեր գերատեսչությունների տիրույթներում եղող նաև խնդիրներ են եւ ընդհանրապես էկոկենտրոնի հետազոտությունների բնույթն էլ, հա, շրջակա միջավայրի կամ սննդի անվտանգությանը վերաբերող թեմաները շատ տարբեր գերատեսչությունների են առնչվում, հետեւաբար հետաքրքիր է արդյոք կապ ունեք որոշում կայացնող մարմինների գերատեսչությունների հետ, նրանց հետ համագործակցությամբ հետազոտություններ իրականացնում եք եւ այդ հաղորդակցությունը ինչպես է ստացվում, թեկուզ հենց օրինակ որոշումների կայացման գործընթացում խորհրդատվության համար դիմելու կամ ռիսկերի գնահատումը հաշվի առնելու մասով։ Տեսեք, կապ գրեթե ակտիվ չկա։ Չգիտեմ ինչու է այդպես, միգուցե դա եւս այդ հավելյալ ժամանակն է պահանջում, որպեսզի կապ հաստատել, փորձել հասկանալ մեր գերատեսչություններին ինչն է հետաքրքիր։ Հետո գիտնականները, չընդհանրացնեմ, բայց որոշ գիտնականներ նաև կապրիզնի են, տենց ասած հայերեն չգիտեմ ոնց կլինի։ Հա, օրինակ կմահաճ երևի կմահաճ են, հա, միգուցե նախարարությունը մի բան է հետաքրքրում, կներեք ինձ դա չի հետաքրքրում, օրինակ։ Ձեզ հետաքրքրում է բղինձը, ինձ ավելի հետաքրքիր է Արսենը, որովհետև ինքը ավելի տոքսիկ է։ Հա, բայց այստեղ մենք ինչ ունենք, եթե լիներ համակարգված կառավարության կողմից սահմանված եւ հստակ դրված պահանջներ, թե որոնք են այն առաջնայնությունները, որոնք Հայաստանի Հանրապետությանը պետք են։ Ու այստեղ միգուցե խնդիր չէր լինի, որ եթե գիտնականը ինչ-որ բան ուսումնասիրում է կամ ինչ-որ արդյունք ունի, ինքը պետք է վերցնի, վազի, դուռը ծեծի նախարարությունների, ասի, գիտեք, ես արդյունք ունեմ, ուզում եք իրան օգտագործեք։ Միգուցե պետք է դա անել, բայց հավատացնում եմ այդ դեպքում ժամանակ չի մնա բացարձակապես գիտությամբ զբաղվելու ու միգուցե հաջորդ քայլին այլ գիտության ինչ-որ տվյալ չլինի, որ կարող է պետք է։ Միգուցե այլ մոտեցումը կարելի է կիրառել, որ շատ բաներ, երբ որ մենք տպագրում ենք, բաց հասանելի են։ Ու շատ հաճախ լինում են դեպքեր, երբ որ հետաքրքրված կողմերը, այո, ասում են, այ տեսել ենք նման ինչ որ հետազոտություն ունեք, արդյունքներ ունեք, ավելի մանրամասն հնարավոր է ծանոթանալ, մենք միշտ բաց ենք։ Մենք միշտ ուրախ ենք եւ իրականում որպես գիտնական եւ որպես տվյալ ոլորտում աշխատող մեզ համար էլ է հաճելի, երբ որ մեր արդյունքները ինչ որտեղ կիրառվում են։ Բայց
չգիտեմ, գիտնականների հետ ավելի լավ են շփվում, միգուցե որոշում կայացնողների հետ մի քիչ լեզուները տարբեր են։ Եվ ամեն գիտնական չի, որ այդ լեզուն տիրապետում է, ասած կարող ասել։ Իսկ որպես ոլորտի գիտնական, այս պահին ինչ խնդիրներ կարող եք թվել մայրաքաղաք Երևանում, մարզերում, որոնք աչքի առաջ վառ օրինակ են, հանրության համար հասկանալի օրինակ են ու պատկերացնում եք, որ այդ օրինակների խնդիրների լուծումը կարող է գերատեսչություն, գիտնականներ համագործակցությամբ ինչ որ լուծում ստանալ։ Տեսեք, ակնհայտ Երևանում պետք չէ հետազոտությունալ, որպեսզի հասկանալ, որ մենք ունենք լուրջ խնդիր օդի հետ։ Բազմիցս կայանները միջազգային, հիմա քաղաքապետարանը ինչ որ կայք ունի, որտեղ իրանք են ինչ որ մոնիտորինգ անում, մոնիտորինգի կենտրոնը իր հերթին որոշակի տվյալներ ունի եւ սկսած օրինակ գազոփոշու քանակությունն է շատ բարձր, որոշակի գազեր NO2, NO3 գերազանցում են որոշակի տարվա եղանակներին, այսինքն բոլորիս համար դա ակնհայտ է։ Բայց որպեսի խնդրին տրվի լուծում, խնդիրը պետք է ավելի խորքային ուսումնասիրության ենթարկվի։ Իսկ Երևանում քաոտիկ շինարարություն, բաց հանքավայրեր, հիմնականում բազալտ, տրանսպորտ եւ այդ ամեն ինչի համադրության ու համակցված միմյանց, այլ ասել, որ պետք է միջոցառումներ ձեռնարկել, դա էլ է ակնհայտ։ Բոլորը գիտեն, բայց վերջի միջոցառումները ձեռնարկելուց կամ որևէ եզրակացություն անելուց որոշում կայացնելուց որտեղ են այն ուսումնասիրությունները վերջնական արդյունքում, որոնք թույլ կտան ընտրություն կատարել։ Օրինակ մենք պետք է սկսենք պայմանականորեն Նուբարաշենի հատվածից թե Դավթաշենի։ Ես հավատացնում եմ մի շարք օդի որակի հետ կապված, նույն փոշու կազմի հետ կապված մենք տվյալներ չունենք։ Այ մենք ինքերս փորձում ենք ուսումնասիրել, փորձում ենք տարբեր մեթոդներ կիրառել, բայց այնուամենայնիվ չեմ կարող ասել, որ նույնիսկ մեր հետազոտությունները այս պահին լիարժեքորեն բավարար են, որպեսզի մենք ամբողջությամբ եւ ճիշտ ընտրություն կատարենք, թե ինչ մեթոդով պետք է նվազեցնել, որտեղ ամասն է առաջնային, որտեղ ամասն է երկրորդային։ Այսինքն դուք ռիսկի գնահատումը տալիս եք, բայց դրան հաջորդող փուլեր էլ կան հետազոտությունների, որոնք պիտի իրականացվեն։ Մի շարք, օրինակ փոշու մասնիկի չափի որոշում։ Մենք ունենք որոշակի լոկալ հետազոտություններ, խիստ սահմանափակ մակերեսի վրա։ Ես գիտեմ, որ Երևանում մոնիտորինգային ցանցը հիմա էլ կատարելագործում են, բայց եթե չեմ սխալվում, մոնիտորինգային ցանցը մարդու գետնամերձ 1.5-ից 2 մետրի վրա չեն տեղակայված կայանները։ Այսինքն կոնկրետ հասկանալու համար, թե մարդու վրա ինչ ազդեցություն է, նախ պետք է հասկանանք մարդու շնչառության բարձրության վրա ինչ պատկեր է եւ ոչ թե օրինակ 10 մետր կամ 20 մետր բարձրության վրա։ Հետո ինչ քանակությունն է 2.5 միկրոնից փոքր, որ քանակությունն է 2.5-ից 10 միկրոնը, որոնք կարող են անցնել արդեն շնչուղիներ եւ թոքեր եւ այլն։ Այդ մասնիկները ինչ քիմիական կազմ ունեն։ Ու բոլորը գիտեն, որ կանանց զանգված ունենալը շատ լավ է, այսինքն գոյություն ունեն միջոցառումների որոշակի շարք, որոնք լավ է որ լինի։ Նույնիսկ եթե խնդիրը շատ խորքային չէ, թող լինի։ Կանանց զանգվածը շատ լինի, միգուցե եթե նկատել եք, բազմիցս ես տեսնում եմ մեր մոտ, երբ որ փողոցներն են ալվում։ Տեսել եք ինչ փոշի է դուրս գալիս։ Ուրեմն ասեմ, ալվելու ժամանակ հիմնականում խոշոր ֆրակցիան, որը առաջնային չէ մարդու առողջության վրա ազդեցությամբ եւ ռիսկի տեսանկյունից։ Հիմնականում հեշտությամբ ալվում դուրս է գալիս, բայց այն ամբողջ փոշին, որ турբուլենտ վիճակով վերաբաշխվում է, դա ավելի շատ այն մանր ֆրակցիան է, որն իրականում հանդիսանում է ավելի վտանգավոր։ Հիմա որ ասենք պատկերացրեք հանկարծ ինչ որ լուծում գտնենք, որ այդ ալվելուց ջուրը ցանային հետո ալվեին, միգուցե ավելի լավ կլիներ, բայց ըստ էության մենք ալվում ենք, վերացնում ենք որոշակի խոշոր զանգված եւ վերաբաշխվում ենք ավելի վտանգավորություն իրենից ներկայացնող փոշու զանգվածը։ Չգիտեմ ոնց կարելի է այդ լուծել անկեղծ ու թե ով կստանցնի այդ հարցը որպես ինչ որ ձևով դա կարգավորի։ Հետազոտությունները պիտի շատ հարցերի պատասխանեն։ Դա այդ մեկը ակնհայտ է արդեն։ Կանգառում առավոտյան կանգնած են մարդիկ, որպեսզի գնան գործի եւ մյուս կողմից ցած ալվելով, միգուցե գիշերվա ժամերին են երբեմն շատ ուշանում, որ մարդիկ այդքան շատ չեն։ Համենցպես կարծում եմ երևի որոշ մասնագետներ կան, ովքեր
իրենց այսպես ասած հանձնարարականները որպես հասկանան ոնց անեն, որ լավ լինի։ Երբ որ մենք տվյալներ ենք ունենում, մենք տալիս ենք, որ լավ լինի։ Բայց երևի դուք թվով այդքան մեծ չեք եւ խնդիրների ու հարցերի շրջանակն էլ բավականին լայն է, որ դուք կարողանաք ձեր կողմից։ Ես նաեւ ինքս չեմ հավատում, որ հնարավոր է այդպես ինչ որ էական բան փոխել, որովհետեւ դա պետք է լինի համակարգային փոփոխություն։ Այսինքն համակարգը ինքը պետք է պահանջի եւ համակարգը ինքը պետք է ասի, եթե ունենք 3-4 գիտնական տվյալ ոլորտի, բերեք հասկանանք մեր այս 3-4 գիտնականները ինչ ներուժ ունեն եւ որքանով արդյունավետ կարող են աշխատել ու ինչ որ եզրակացություն գալ, որպեսզի դա ծառայեցվի հանրությանը ինչ որ ձևով օգուտ տալու կամ ինչ որ լավ բան անելու համար։ Այլապես գիտնականը մտնում է իր սենյակը, նստում է իր տվյալների վրա, իր գիտության վրա, գիտությունը ստեղծագործ ընթացք է, իսկ եթե մարդը սիրում է ստեղծագործել, անընդհատ գեներացնել ինչ որ մի բան, գնալ, չգիտեմ, փորձել զրուցել պատկան մարմինների հետ, փորձել ինչ որ բան առաջ քաշել։ Կան ունենք այդպես գիտնականներ, բայց ոչ բոլորը։ Բայց ոչ բոլորը, հա, բոլորին դա տրված չէ։ Ասացիք, որ երբ որ դուք եք սկսել հետազոտություններ իրականացնել, այնքան էլ հեշտ չէին պայմանները, ինչքան այսօր, եւ այսօր անհամեմատ ավելի հեշտ է։ Այ հետաքրքիր է ինչ վիճակ է ձեզ մոտ երիտասարդ կադրերի առումով, հետաքրքրված են ուսանողները, ունեք իրենց հետ կապ, գալիս են ձեր բաժին, հետաքրքրվում հետազոտություններով եւ փորձում եք նրանց էլ ներգրավել։ Փորձում ենք ներգրավել եւ ասեմ, որ մենք հասել ենք մի этаպի, որ փորձում ենք նաեւ որսալ բերել։ Հա, սպորտզալում, ճաշարանում, եթե հանկարծ ինչ որ զրույց ես տեսնում երիտասարդ կադրը, երբեմն տեսնում ես, որ նստած օրինակ ինչ որ քննության ապարապում աչքդ գցում ես, չէ՞։ Այ որ օրինակ գնում ենք, օրինակ մեզ հարմար է Արտլանչը գնալ բանի Սևշենքի կողքի։ Ընդմիջման ենք գնում, այնտեղ բազմաթիվ ուսանողներ կան, ովքեր քննության են զուգահեռ պարապում, այ աչքդ գցում ես, տեսնես բնագիտական ուղղվածություն է, բժշկական ուղղվածություն է, եւ երբեմն նաեւ փորձում ես հասկանալ կոնտակտի մեջ մտնել, այ կուզես աշխատել։ Մենք պետք է ֆիքսենք, որ մեր երիտասարդների համար այսօր շատ ավելի հեշտ է գնալ ծառայության ոլորտ, որտեղ աշխատավարձերը համադրելի են, որովհետև եթե վերցնենք գիտությունը, այո, գիտության ֆինանսավորումը ավելացվել է, պահանջները հստակ են, նաև ռեյտինգավորումը 2025-ով նաև աշխատավարձերի բարձրացումը եղավ։ Բայց ուսանողի համար, որպես ինքը գա եւ սկսի, մոտավորապես ստացվում է լավագույն պայմաններում դա ֆուլ ամբողջական դրույքը 70-ից թե 80,000 մաքուր աշխատավարձ է հավանաբար։ Մենք պետք է հաշվի առնենք, որ մեր ոչ բոլոր ուսանողներն են Երևանում մնում, մարզերից են գալիս, իրանք պետք է վարձի փող տան կամ գնում գալիս են։ Եվ մեկ առաջին հերթին շահագրգռել, այո, գոյություն են նախագծեր, փորձում ես նախագծերով շահագրգռել տվյալ գումարը, կրկնապատկել շատ հաջողակ դեպքերում նաև եռապատկել, բայց այնուամենայնիվ երկրորդ խնդիրն ենք ունենում, որ չգիտեմ, սերունդը լավն է, բայց իրենք մի քիչ այլ կերպ են մտածում։ Մի քիչ արագ են ուզում ավելի շատ բանի հասնեն, ավելի շատ բան աշխատեն, բայց օրինակ մեր բաժնի դեպքում իդեալական տարբերակը դեպ որ մարդ մի քիչ քիմիա գիտի, մի քիչ պատկերացում ունի մաթեմատիկայից, գոնե 2 անհայտով հավասարում կարա լուծի, կամ ուզում է սովորել, գոնե լեզու գիտի։ Այդ դեպքեր են լինում, երբ որ մեր մոտ գալիս են աշխատանքի ընդունվելու, ռուսերեն չգիտեն, անգլերեն չգիտեն։ Շատ դեպքերում հայերեն խոսքը, նույնիսկ ես արդեն կարամ ասեմ իմ վատ հայերենով հասկանում եմ, որ հայերեն խոսք չկա։ Փորձում ենք անընդհատ ներգրավել, միգուցե 10-ից 1-ի դեպքում հաջողվում է, կամ 10-ից 1-ի դեպքում կարողանում ենք համոզել ու ինքն էլ դրսևորում է հետաքրքրություն գիտությամբ զբաղվել, բայց մեր բաժնի օրինակով ու այն տարիներին, երբ որ ես եմ եղել բաժնի ղեկավար, եթե սուտ չլինի, մոտավորապես ձեռքի տակով անցել են մի քանի 100 CV-ներ, ընդունվել եւ աշխատանքից դուրս են եկել երևի 30 մոտավոր եմ ասում երիտասարդներ, բայց բոլորի մոտ ընդհանրական մի բնութագիր կարելի անել, որ գիտությամբ զբաղվելու համար մի քիչ էնտուզիաստ պետք է լինել, էնտուզիազմ պետք է ունենալ։ Եվ արագ արդյունքներ չակնկալել։ Արագ արդյունքներ չակնկալել եւ բաց դրանից հասկանալ, որ պետք է շատ սովորես։ Տարբեր բաներ սովորես, շատ սովորես։
ու այսօր այդ տարբեր բաներ սովորելու համար նաև հնարավորություններ կա գնալ վերապատրաստման, գնալ արտասահման։ Մենք հասել ենք մի կետի, որ շատ հաճախ երիտասարդներին նույնիսկ հետաքրքիր չի արագ լեզու սովորել, որպեսզի օգտագործել հնարավորությունը գնալ արտասահման վերապատրաստման։ Այ մեր ժամանակ նման հնարավորություն մենք գրեթե չենք ունեցել։ Ասելով 2010 մոտավորապես 14-15 թվերը։ Ու ձեր բախտը բերել է, որ Աբովյան փողոցի վրա եք, համալսարանը, բժշկական համալսարանը, պետհամալսարանը մոտ են, այդ ուսանողներին ճակերտավոր որսալու գործընթացը մոտիկ եք։ Փորձում ենք։ Ու փորձում եք։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, հուսամ ինչ-որ ձևով օգտակար կլինի մեր երիտասարդների համար։ Իհարկե։ Ես հիշեցնեմ, որ Բուն TV եթերում գիտության մարդիկ հաղորդաշարներ եւ իմ հյուրն այսօր Գևորգ Տեփանոսյանն էր։